անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր համանդրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Ես իմիջայլոց այդ թեմայով էլ առանձին անդրադարձ պատրաստում եմ, բայց ձեր հարցին ի պատասխան կասեմ, էլի ուզում եմ ընդգծել, որ անկախության հռչակագիրը ընդ որում հրապարակային տեքստ է, ձեզնից յուրաքանչյուրը դա կարող է կարդալ, վերլուծել եւ կարող է անել նույնիսկ հրապարակային։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետեւի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախությունը։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Միայն ու միայն արտաքին օգնության, այսինքն միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք։ Եվ հետևաբար անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է, եւ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամեն ինչը, բայց ելի ուզում եմ ասել, որ համանդրությունը եւ այս խոսակցությունը մեզ է պետք։ Դա մեր ներքին օրակարգի հարց է։ Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու։ Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ։